Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Հայաստան, Ադրբեջան համաձայնեցրին այսպես կոչված խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերը։ Ըստ էության երկար վիճարկելուց հետո Հայաստանը համաձայնեց այդ երկու կետերին։ Այսօր լսում էի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ասում է այն գնահատականները, որ դա միակողմանի զիջում է, սխալ են, այդպիսի բան չի կարելի ասել, որովհետև բոլոր կետերը վերաբերում են կողմերին, երկու կողմին։ Հիմա դուք ըստ էության ինչպես եք գնահատում այս փաստաթուղթը, բովանդակությունը իհարկե Փաշինյանն ասաց կհանրայնացվի ստորագրումից հետո, բայց մյուս կողմից եթե զիջումների մասին չէ, այդ փաստաթուղթը հիմա հանրայնացված չէ լինի բովանդակային առումով։ Անշուշտ, ես համակարծիք չեմ Ալեն Սիմոնյանի տեսակետի հետ։ Իմ բնութագրմամբ Ադրբեջանը ստացավ այն, ինչ որ ուզում էր, եւ հլը նախապայմաններ քաշում է։ Այսինքն այն չի, որ ավարտվել է նրա պահանջները։ Այս փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունը ընդունեց այնպիսին, ինչպիսին որ ադրբեջանական ամենաֆանտասմագորիկ երազանքներում կարող էր լինել։ Նրանք հատուկ այնպիսի պայմաններ էին առաջ քաշել, որ Հայաստանի Հանրապետությունը չընդուներ, ու այդ խաղաղության պայմանագիրը երբևիցե չլինի, ու գլխավոր պատասխանատուն եւ մեղավոր ու բոյկոտողը դառնար Հայաստանի Հանրապետությունը, բայց ի զարմանս Ադրբեջանի Հայաստանը ամեն ինչ ընդունեց, Հայաստանի Հանրապետությունը, կան ու կարելի ասել Նիկոլ Փաշինյանը, որտեղ Հայաստանի Հանրապետության ընդունման մասին վաղ է խոսել, որտեղ դա պրոցեդուրայի մասին է, հետո այդ փաստաթուղթը պետք է մտնի ազգային ժողովի հավանությունը արժանանա, Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրի, սահմանադրական դատարանը պետք է ստուգի այդտեղ դրա հակասահմանադրական լինելը, եւ եթե դրա հակասահմանադրական լինելու մեջ որևէ խնդիր չտեսնի, ապա սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ապագայում կարող է մեղադրվեն սահմանադրական կարգը տապալելու մեջ, թող դրա մասին մտածեն, էլի։ Եվ բանը սպառնում է, որ Ադրբեջանը տեսնում է Հայաստանը ամեն ինչի է ընդունակ, էլի է նախապայման քաշել։ Հիմա էլ ասում է, որ մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը, հələ թող մի հատ Մինսկի խումբը ցրի, հələ մի հատ թող ռեֆերենդում անեն, թող մի հատ սահմանադրությունը փոխեն, մի հատ հələ թող ռևանշիզմի դեմը փակեն Հայաստանի, ընդ որում ինձ էլ հռչակել են ռևանշիզմի ներկայացուցիչներից մեկը թուրքերը։ Ինձ տելեգրամյան ալիքներում արդեն այս վերջերս Փաստինֆոում ռուսերեն լեզվով հարցազրույց տվեցի, որ նաև ռուսալեզու մեր հայ ազգաբնակչությունը կարողանա հասկանա, եկեք նաև իրականության աչքերին նայենք, գիտակցենք, որ ռուսալեզու հայ ազգաբնակչություն կա, որը հայերեն այդքան շատ լավ չի հասկանում, որքան ռուսերենը։ Բայց դե պարզ է, չէ՞, մի գնդակով երկու նապաստակ ես խփում, այսինքն ադրբեջանցիներն էլ էին լսել, հասկացել, այս 2-3 օրա արծարծում, ծամծմում, բան են անում, ինձ մի հույ, հարայ, վարայ, բան են անում, պանիկայի մեջ են ընկել, Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, տեսեք մի Գուրգեն Սիմոնյան անունով քաղաքական գործիչ կա, ուժ է կայացնում, 100,000-ավոր մարդիկ են նայում, բա մեր ախրը ոնց է լինելու եւ այլն եւ այլն։ Այսինքն մի հատ էլ հակառ ռևանշիզմի դեմ պայքար են հրահրելու, ստիպելու, որ խոչընդոտներ լինեն եւ այլն։ Ես տեսնենք, տուրք կտան այդ ադրբեջանական նկրտումներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական պատվերներ կկատարեն, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ինչ որ սահման պետք է լինի, չի կարելի ամեն ինչին տուրք տալ։ Եթե դու ամեն ինչով գնում ես ընդառաջ, դու երկիրդ հանձնում ես։ Սիմոնյանն էլ է ասում է ադրբեջանական կողմը, այո, անակնկալի եկավ, որ Հայաստանը համաձայնեց, դրա համար ապատեղեկատվություն շարունակ մի քանի օր շարունակ տարածեցին, որ ցույց տան Հայաստանը իբր ապակառուցողական կողմ է։ Այո, եկեք շեշտենք անունները, որտեղ ես էլ եմ Սիմոնյան, որտեղ եթե Սիմոնյան ասում ենք, չգիտենք, որ մի Սիմոնյանն, այո, Գուրգեն Սիմոնյանը նման բան չէր ասի երբևիցե։ Միակողմանի են, որևէ այնտեղ երկկողմ, ենթադրենք մի օրինակ վերցնենք, որ ասում են օտար երկրների զինված ուժերի ներկայացվածությունը սահմանների վրա երկու ստեկ հետ քաշենք, Ադրբեջանի մասով պարզ է ով է, Թուրքիան, Հայաստանում մասով ով է, Եվրադիտորդական առաքելությունը ուժեր են, թե մոնիտորինգ իրականացնող խաղապահ քաղաքացիական հիմքի վրա ձևավորված ներկայացուցիչներ։ Եթե պետքա դա վերաբերվի եվրադիտորդների առաքելությանը, ապա դա համահավասար չի, եկեք այստեղ համահավասար չլինենք, մյուս կետը վերցնենք, ՄԱԿ-ի քրեական դատարաններից հայցերի հետ կանչումը։ Հիմա Ադրբեջանը իր սուտը հետ կանչի, մենք մեր ճշմարտությունը հետ կանչենք, դա համահավասար է, դուք ձեռ եք առնում մարդկանց։ Սա նշանակում է տարական խաբեություն։
խաբեություն, որը ընդունվում է պարոն Սիմոնյան հանրության կողմից։ Այլապես մենք կունենայինք այլ զարգացումներ, այլ արձագանք, այդպես չեք կարծում։ Չեմ կարծում, չէ, ես չեմ կարծում, որ հայ հասարակությունը մեր քաղաքացիական հանդրույթը դա ընդունում է։ Եվ հետո ինչ զարգացում ենք ակնկալում, հեղափոխական։ Ես չգիտեմ, հանրությունը ինչպես պետք է արձագանքի, երբ տեսնում է, որ իր իշխանությունը զիջում է բոլոր հնարավոր կետերը։ Անկեղծ ասեմ, ես չեմ համարում, որ հեղափոխություններ երբևիցե եղել են։ Ես չեմ համարում, որ 88-ին, եթե աշխարհը քաղաքական օբյեկտիվ իրավիճակ դասավորված չլիներ աշխարհում եւ տարածաշրջանում, 88-ի այդ հուժկու հանրահավաքը անկախ պետություն կկարողանար ստանալ։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, էլի, եթե Չեխոսլովակիա մտան տանկերով լղճորեցին բոլորին։ Ես փոքր երեխա եմ եղել, ես հիշում եմ, սովետական բանակը մտել էր մեր բակ։ Մենք մեր 9 հարկանի շենքերից մեկում էինք ապրում, 5-րդ հարկում բնակարան ունեինք, պատուհանից մեր պատշգամբից նայում էինք, այնտեղ մի ֆուտբոլային խաղահրապարակ կար, խորհրդային միության կարմիր բանակի զինվորները վազում էին այդ հրապարակով մեկ, իսկ բակում BTR-ներ էին կանգնած։ Պարեկային ժամ էր հաստատված եւ այլն, այսինքն դուք մտածում եք, որ եթե ԽՍՀՄ-ը իր ամբողջ թափով եւ հզորությամբ լիներ Հայաստանի Հանրապետությունում անկախական հանրահավաք կարար լիներ եւ հաջողության հասներ, բոլորին կկոտորեին։ 88-ին էլ հեղափոխությամբ մենք չստացանք մեր երկիրը օբյեկտիվ աշխարհակաղակական իրողություններով պայմանավորված ծնունդ է, աշխարհակաղակական իրողություններով, որը մենք չգնահատեցինք այդպես էլ։ Իհարկե պատերազմ եղավ հարևան պետության հետ, կարողացանք արևմուտքը արևմտյան հարևանին զսպեց, արևելյան հարևանին մենք մեր ուժերով կարողացանք զսպել, ջարդել, կասեցնել եւ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանել, դա ուրիշ հարց է։ 1998 թվականին այդ հանրահավաքները, որ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի լինում էին, եթե ձեր կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի գնալու հանգամանքը հասունացած չլիներ եւ իշխանության տրանզիտի հանգամանքը Ռոբերտ Քոչարյանին հասունացած չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը կգնար, որտեւ 96 թվականին չգնաց։ 96 թվականին ասեցին, ժողովրդին ասեցին 90% էլ մեզ ձայն չտա, միևնույնն է մենք ենք լինելու։ 2008 թվականին աշխարհակաղակական ոչ թե տարածաշրջանային հարմար իրավիճակ կար։ Կարողացան ինչ-որ մի բան փոխեն։ Ոչ, այդքան մարդ եղավ, մարտի 1, մարտի 2 եղավ, բոլորին ջարդուփշուր արեցին, մարդկանց սպանեցին, տվեցին իշխանությունը նրան, ում որ պտի տային։ 2018-ին էլ դուք կարծում եք հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, այտենց տրանզիտը տեղի ունեցավ, փոխանցեցին իշխանությունը, հիմա պարզ է ինչի համար եղավ։ Դա սա կոնտրհեղափոխություն էր, կոնտրհեղափոխություն արեցին, որ իրական հեղափոխական իրողություն էր։ Հիմա եթե 2017-ին էլ փորձեր եղան ապստամբություններ, մարդկանց նշանակում է հեղափոխական մոտեցումները վերջում պտղարցակման որևէ ծիլեր չեն տալիս Հայաստանում։ Ինչու՞, որտեվ հեղափոխությունները սովորաբար ամբողջ աշխարհում արդյունքի են հասնում, երբ որ արունահեղությամբ են տեղի ունենում։ Իսկ հայը հային սպանելու մեջ այդքան լավ չի։ Օրինակ Ռուսաստանում կարան հեղափոխություններ լինեն, բայց դա քաղաքացիական պատերազմով է տեղի ունենում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմով է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ինչքան էլ իրար չսիրենք, ինչքան էլ փոխադարձ ատելության բարձր ֆոն լինի, միևնույնն է, եղբայրական այդ ընտանեկան զգացողությունը միևնույնն է մնում է հայ ժողովրդի մեջ, մենք հին ազգ ենք եւ հետո արտաքին վտանգել կա, չէ՞, քաղաքացիական պատերազմի հիմքերը չենք կարողանում զարգացնել, որտեղ արտաքինից վտանգ կա։ Հետեւաբար քաղաքական process-ներով պետք է կարողանանք փոփոխություններ իրականացնել, եթե կարողանանք մեծ կոնսոլիդացիա ապահովել նոր ձևավորված քաղաքական ուժերի։ Դուք կարծում եք ես ինքս ուղեղային գրոհ չեմ իրականացրել, ինչու է ժողովուրդը չի կարա հեղափոխական տրամադրություններ հիմա առաջնորդի, որտեղ հեղափոխությունները մեզ մոտ չի ստացվում։ Մեզ մոտ ազգային ապստամբություններն են ստացվում։ Ազգային ապստամբությունները։ Մեզ մոտ պետության անկախության պաշտպանության գործընթացներն են ստացվում, օրինակ Սարդարապատը, Բաշարապարանը, Ղարաքիլիսը, երբ որ պետական ապարատը ամբողջությամբ հանրային ներուժը կարողանում է ամբողջացնի, Լեռնա Հայաստանի պայքարը, որ 11-րդ Կարմիր բանակի դեմը փակեց Գարեգին Նժդեհը, սա ստացվում է մեզ մոտ։ Մեզ մոտ կստացվի, երբ որ Հայաստանի Հանրապետությունում պարկեշտ նորմալ ուժեր հայտնվեն, վերնախավում կարողանան երկրի դիմադրողականությունը բարձրացնեն, բոլոր տեսակի ագրեսիաները հետ մղել կստացվի։
Բայց հեղափոխական գործընթացները, որի հիմքում քաղաքացիական պատերազմը չի լինելու, հետևաբար վերադառնանք ձեր հարցին։ Լավ, ինչ անի մեր ժողովուրդը։ Ինչ անի, ես չեմ համարում, որ համաձայն են։ Ես չեմ համարում, որ կառավարական վարքի մեջ են։ Փնտրտուքի մեջ են, այս մարդիկ չգիտեն ինչ անեն, տարակուսած են, դեսուդեն են նայում, հազար խոսացող գլուխներ կա, տարբեր ուղղություններ են իրանց ասում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Դուք ներսին եք շեշտը դնում, իսկ դրսից էլ մենք տեսանք լայն արձագանք։ Բոլորը ողջունեցին այս համաձայնությունները ձեռք բերված։ Միջազգային կառույցներ, այնպիսի պետություններ, որոնք թվում էր թե Հայաստանի հետ կապ չունեն։ Սփյուռքից չեք չէ ասում, միջազգային կառույցներից եք ասում։ Այո, ու տարբեր երկրներ, որոնք լայն կերպով արձագանքեցին, դրական շեշտադրումներով արձագանքեցին այս ձեռք բերված համաձայնությանը, որի պարագայում Հայաստանն է զիջող եղել։ Հիմա աշխարհաքաղաքական իրողություններն ինչպիսին են, նրանց համար աշխարհաքաղաքական դասավորությունն այնպիսին է, որ Հայաստանի զիջումները այս պահին ընդունելի են։ Ոչ, ընդունելի չի, բայց ինչ անեն, ինքը քո տեղը չի գալու կռվիքով պատերազմում։ Դու վախեցել դողդողում ես, տերևն է քաշել ես վրետ, ինչ անի։ Ֆրանսիան է տենում է, դու ընդեղ տերևի տակ դողում ես։ Այն էլ ոտը բարձրացրել է, հեսա պետքա դնի այդ տերևի տակ, ինքը գալու է այդ ոտը քացով խփի շուրջ, ինքը պատրաստ չի հիմա Ռուսաստանի դեմ մտածում են ինչ անեն, Ամերիկան մի աչը քաշել է։ Մտածում են Եվրոպան ինչ անի, Արևելյան Եվրոպայում է պատերազմ ընթանում, ինչ անեն։ Աշխարհն ինչ անի, եթե դու քո պայքարը չես տանում։ Դու քո պայքարը տար, այս աշխարհը ուժեղի աշխարհ է։ Ոչ թե ճշմարիտի աշխարհն է, այլ ուժեղի աշխարհն է։ Ինչքան ուզում ես թուղթ թամասու ունեցի։ Տրցակներով։ Ումնա պետք։ Տար վառարանի կպչան սարքի։ Կուրծքը ծեծի ամեն օր, մազերդ փիթի, դուրս արի փողոցներ, ցեղասպանություն են արել, տարածքներ ունեի, վանքերս, տաճարներս, ումնա հետաքրքիր եղբայր։ Դու եղի ավտոմատավորը, ոչ թե ծնկածը։ Դու եղի ավտոմատավորը։ Ինչի՞ չես դու ավտոմատավորը։ Պրոբլեմը քո մեջ է։ Պրոբլեմը այո, նշանակում է աշխարհը իր հերթին չի խառնվի, եթե իշխանությունն այդպես է որոշել, հանրությունը իր հերթին փնտրտուքների մեջ է եւ անտարբեր է ըստ էության, ինչ է անում իշխանությունը, իշխանությունը կանի այն, ինչ ուզում է։ Գիտեք ինչ, սոցիոլոգիական հարցում են իրականացրել, մի պատկեր են ցույց տվել քաղաքակիրթ աշխարհի բոլոր քաղաքացիներին, որտեղ ահաբեկիչը ինքնաձիգը պահել է գերի ընկած անձի ծոծրակին, որը ծնկած է նրա առաջ։ Հարցման ենթարկվածների բոլորը աներկբայորեն են եկել հանգել են մի հանգամանքին, որ խեղճ այդ ծնկած եւ ստոր եւ տականք ահաբեկիչ։ Բայց հարցի երկրորդ մասը, երբ որ ասել են դուք եթե այս իրավիճակում լինեիք, որը կուզենայիք լինեիք, բոլորը ընտրել էին ահաբեկչին։ Եթե քեզ պետքա տանեն ոչխարի նման մորթեն, խնդիրը որն է, որ դու չես մտածում, որ մորթողը դու լինես, ոչխարը դու չլինես։ Խնդիրը որն է, նշանակում քո ներսում է այդ ամբողջ հույզերը, աշխարհը կելնի իրողություններից։ Հիմա ամբողջ աշխարհը տեսնում էր կար մեծ աշխարհագրական տիրույթ, որտեղ բազմա միլիոնանոց հայություն կար, ընդ որում առաջի քարտեզներով, ընդ որում Կիլիկիան էլ էին պատկերացնում հայկական պետականության մեջ 20-րդ դարում է, պատկերացնում եք, Կիլիկիայով, Էրզրումով, այդ ամբողջ այդ միջև Մոսուլ հասնում էր հարավային շրջանները, Ղարաբաղով, Արցախով, Գարթմանով,
ամբողջությամբ Սև ծովի զգալի հատվածով Հայաստան էին պատկերացնում, հետո եկան խոշորացույցները ձեռը հայ սկսեցին փնտրել, տեսան չկա հայ։ Ինչի որտեվ գելը գառին կերել էր։ Չկա գառ։ Ով ասել դու գառ դառնաս։ Տեսան չկա հայ, տարածքը ավելի փոքրացրեցին, սկզբից Վիլսոնյան Հայաստան գծեցին, բան արեցին, հետո միկրոսկոպներով եկան ուսումնասիրելու, տեսան էլի չկա։ Էլի գայլերը գառներին կերել էին։ Հետո ազգերի լիգան ավելի փոքր Հայաստան գծեց, որը արդեն պեչատով, բան ճանաչվեց, աշխարհակարգի հիմքում ընկավ եւ այլ եւ այլ, տեսան էլի չկա հայ։ Հիմա Արցախում հայ կա։ Էլի գայլը գառին կերել է, չէ՞։ Ով ասում որ լինես գառ։ Ինչ ես գառ։ Ինչպես ստիպել որ չլինի գառ։ Արժանապատվություն ունեցիր։ Չունեն, եթե չեն գնում։ Չեմ կարծում որ չունեն։ Մեր ժողովուրդը մարտնչող է։ Արժանապատվության կարևորագույն հանգամանքը եւ առաքինության ու պարկեշտության կարևորագույն հանգամանքը անկախ պետականությունն է։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս Նիկոլո Մաքիավելիի Տիտուս Լիվիուսի կառավարման առաջին տասնամյակի մասին մտորումները թող կարդան, ռուսերեն հնչում է «Рассуждение о первой декаде правления Тита Ливия», չզարմանաք ռուսերեն եմ ասում, ռուսի շպիոն չեմ, ռուսերեն եմ ասում, որտեղ գրականությունը ռուսերեն ա եղել, այո, ռուսերեն եմ կարդացել, անգլերենով չկթա այդ գիրքը, լատիներեն էլ չգիտեմ, որ Մաքիավելին բնօրինակով կարդամ, հայերեն էլ չկա, ընդ որում ասեմ, հայերեն այդ գիրքը չկա։ Հիմա, եթե կարդաք այդ գիրքը կտեսնեք, ասում է, ազգերը լինում են այլասերված եւ բարոյական։ Այլասերված ժողովուրդները ինքնիշխանությունը կորցրած ժողովուրդներն են եւ ինքնիշխանությունը կորցնում են այն ժամանակ, երբ որ լավին լավ չեն ասում, վատին վատ չեն ասում։ Շրջված իրականությունների, կոտրված ապակիների իրականություն կա։ Երբ որ անբարոյականները բարոյականության դեմ են զորաշարժում, տգետները գրագետների դեմ, որ ասում ես տգետը իրավունք չունի հավակնի երկրի բարձրագույն իշխանություններին, վարչապետի պաշտոնին, տգետը հոխորտում ասում է, «Յա, ես ինչ ես ասում իմ մասին»։ Կամ ասում ես անբարոյականը իրավունք չունի դառնա երկրի վարչապետ, ինչ որ այդ մասնագիտության տեր ինչ որ մի անձնավորություն կարա լայվ մտնի, ասի այդ ումի նկատի ունեիր եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ շրջված ապակիների եւ խեղված իրողությունների համատեքստում, երբ որ գիտության մարդուն ասում են քո գիտությունը ումն է պետք եւ այլն, մասնագիտությունը ուրանում են, քո հնարավորությունները մասնագիտական եւ այլն, ոչ պատշաճ չհիմնավորված ամբիցիաներով են դրսևորում։ Սա այլասերվածության դրսևորումների մեկն է ըստ Մաքիավելու, կարդացեք Մաքիավելի։ Բայց ասում է, եթե դեռ եւս պետությունը կա, դա նշանակում է, որ այդ ժողովուրդը վերջնականապես չի այլասերվել, դեռ մաքրություն իր մեջ կա, բոցավառված է։ Այդպիսի ժողովուրդները, երբ որ իրենց դիագնոզը տալիս են եւ կանգնում են ինքնամաքրվան ճանապարհին, ի վերջո դառնում են առաքինի, բարոյական։ Այլասերված լինելը դա դատավճիռ չի, ըստ Մաքիավելու։ Սա նշանակում է, եթե այլասերված ոչ բարոյական իրողություններով ապրող հանրույթը իր խնդիրները գիտակցում է եւ դիագնոզը հստակ տալիս է, ինքնամաքրման ճանապարհին է կանգնում։ Մեր հանրույթը ինքնամաքրման ճանապարհին է կանգնած հիմա։ Ես չեմ կարծում, որ մեր հանրույթը կրավորական դերում է կամ չի անտեսում է կամ համակերպվում է, չի համակերպվում։ Ես հայ ժողովրդի հետ զրուցում եմ ամեն օր, հայ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի, հայ ժողովուրդը ճիշտ է խաբված է, ինչ շատ են հարցնում, ասում են ախր շատ ենք խաբվել։ Ես էլ ձեզ հետ անընդհատ խաբվել ենք։ Եվ ասում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, ոչ, քաղաքականությունը պոլիտիկա բառը, պոլիս բառից է գալիս, հին հունական արմատներ ունի, որ եւ Պլատոնը ունի պետություն իր աշխատությունում է գրել եւ Արիստոտելը պոլիտիա բառն է գրել։ Քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստն է, սա գիտություն է։ Սա գիտություն է։ Բայց եթե այդ գիտության մեջ ներթափանցել են անբարոներ, իրենց վարկով անբարոյական են դարձրել, դա չի նշանակում, որ քաղաքականությունը անբարոյականություն է, դա նշանակում է, որ մենք տեղ ենք տվել անբարոյականներին քաղաքականության մեջ։ Հիմա եկեք շտկենք, սիրելի քաղաքացիներ։ Դուք ժամանակավոր ենք տեղ տվել, պարոն Սիմոնյան, Իրանի շուրջ օղակը սեղմվում է, ԱՄՆ-ն 2 ամիս ժամանակ է տվել։ Ինչ եք կարծում, Ադրբեջանի կամ Ալիևյան ռեժիմի վարքագիծը ուղիղ կապ կունենա այս տրվա ժամանակի հետ, մեր նկատմամբ հարձակողական գործողությունների գնալու եւ այլ պահանջներ ներկայացնելու առումով։ Իհարկե, ընդհանուր միջև տարածաշրջանում մեծ Ադրբեջանի կայացումը։ Ընդհանուր միջև տարածաշրջանում մենք երկիր եթե լինեինք, մենք եթե երկիր լինեինք,
Պետք է հայտարարեինք, ասեինք Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Սյունիքը որպես կարմիր գիծ, որ իր եւ արտաքին աշխարհի հետ միջանցքը չփակվի։ Այդ դեպքում Հայաստանն էլ հայտարարում է հայ-պարսկական սահմանը կարմիր գիծ։ Եթե Պարսկաստանի տարածքից կգրավեք ինչ-որ մի բան, մեր բանակը մտնելու է վերցնի այդքան, միջև Ուրմիա։ Բայց մենք չենք։ Մենք չենք։ Այդ դրա համար էլ էսա մեր կացությունը։ Հիմա այնտեղ որոշակի ելի դատարկա բարոներ, չգիտեմ, դե ասկեպարա ասողներ, թուրքական թայ չարողներ, չգիտեմ, այնտեղ բասարքեչարներ, ասողներ, ոտիկ կանգնան ասեն ոնց Ուրմիա մտնել էս, ինչ ասում, հուրա պատրիոտիզմ։ Այդ մարդիկ դատարկություն են, նրանք չգիտեն ռազմավարությունն ինչ բան է, պատմությունն ինչ է, քաղաքականությունն ինչ է։ Ես պատասխան եմ տալիս իմ ցանկացած ասած բառի հետ, եթե Հայաստանի Հանրապետությունը ամուր պետական հիմքեր ունեցող պետություն էր, ու տեսներ աշխարհաքաղաքական այսպիսի իրավիճակը, երբևիցե թույլ չպետք է որ թուրքական աշխարհը միանա։ Ու այս խաղը պետք է տանի գերտերությունների հետ տանում է այս խաղը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել, ասել է, եթե թուրքերը կմտնեն Սյունիք, Հեղափոխության կորպուսը մտնելու է Սյունիք։ Որ մտան հո չեն տալու Հայաստանին, սարքելու են էլի իրանական տարածք ու Իրանը Հայաստանի հետ կապված կլինի Եղեգնաձորի հատվածում։ Հիմա Հայաստանը, եթե Հայաստան լիներ ի սկզբանային երկիրը, որը որ պետք է լիներ, ասեր, որ եթե հակաիրանյան կամպանիա լինի Ադրբեջանը հոխորտա ուզենա հավակնություններ ներկայացնի Ատրպատականի շրջանի հետ, այդ Ատրպատականի շրջանը կտրելով գնա կպնի Նախիջևանով Թուրքիայի հետ, հայկական բանակը մտնում է Ուրմիա։ Բայց նրա համար դուք պետք է հայկական բանակ ունենայիր նախ 5 տարի կորցրել են։ Հիմա վերսկսվել են խորհրդակցությունները, քննարկումները ռուսական կողմի հետ։ Մենք տեսանք նաև արտգործնախարարը վերջին 4 օրվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել։ Ինչ ենթադրություններ կանեք սրանից։ Ենթադրություններ չկա, ես կրավորական վարք եմ տեսնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեքստում, դեռ մենք առաջարկելիք չունենք, ինչ պետք է առաջարկեն։ Օրինակ Դոնալդ Թրամփի հետ աշխատելու ոճը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքի միջոցով է։ Մեդիա տիրույթում գտնվող հզորների հետ որևէ մեկի հետ բանակցություններ էս 6 տարվա մեջ տարան։ Facebook-ի հետ, YouTube-ի հետ, չգիտեմ, այնտեղ առհասարակ Facebook ասելով նկատի ունեմ Meta տիրույթը, X-ի հետ, կամ ասենք Tesla կազմակերպության հետ, Սիլիկոնյան հովտի բարձր առաջադեմ տեխնոլոգիական ձեռնարկությունների հետ, տիեզերքի ոլորտում Միացյալ Նահանգների հետ որևէ կապ կա, ընդերքի օգտագործման բիզնեսի հետ, հազվագյուտ հողային մետաղների առևտրի հետ համատեքստում ինչ ունենք արած, որ Դոնալդ Թրամփի հետ գնացել ես, ասենք JD Vance-ի հետ 2 հատ նկարվել ես, հետո կարա իր գնայր, ասենք, չգիտեմ, դեղ ոսկյա արձանիկների թանգարան կա, չէ, ոսկից պատրաստված մոմե։ Այդտեղ ինչ-որ մի տես կերպարի հետ նկարվեր գայր, նույն բանն է ստացվում։ Աշխատանքը ուրիշ բան է, գնում եք Դավոս պրոյեկտներ չեք իրականացնում, լուրջ դեմքով թղթերը ձեռքներդ քայլում եք։ Հələ մի հատ կարդացեք ուժեղ պետության հիմքերը, որտեղ Շիմոն Պերեսը Դավոսում ինչեր է ներկայացնում բիզնեսի եւ ապագա աշխարհի հետ կապված էլեկտրամոբիլների 25 տարեկան ստարտափների հեղինակին հետը վերցնում է ձեռքից տանում է։ Այս երեխան, հրյա երեխան շոկի մեջ է հայտնում, ասում է ես ոնց պետք է այս հսկաների հետ խոսեմ։ Շիմոն Պերեսը ասում է եթե ոչ դու, ապա ով։ Եթե ոչ դու, ապա ով, ինչքան տաղանդավոր մարդ կարան գտնենք Հայաստանում։ Դա եմ ասում, հիմա Ռուսաստանի հետ շփումների վերսկսումը, սա ինչ որ բան նշանակում է։ Եվ ինչով կարող է պայմանավորված լինել, որ երկար դադարից հետո մենք վերսկսում ենք քննարկումները Ռուսաստանի հետ երբ է կանգնել շփումները, կարաք ինձ ասեք։ Կանգնած չի եղել։ Մենք չենք ունեցել ճգնաժամային փուլ հայ-ռուսական հարաբերությունները։ Հայ-ռուսական հարաբերությունները եղել է ագրեսիվ Հայաստանի Հանրապետության դեմ։ Կրեմլը Հայաստանը նշանակել է որպես թիվ 1 թշնամի տարածաշրջանում։ Դա ֆիքսել ենք։ Մենք էլ բոյկոտել ենք իրենց աշխատանքները կառավարել։ Իշխանությունները չի բոյկոտել։ Ինչ է արել, հապկից է դուրս եկել։ Սառեցրել է, պարոն Սիմոնյան։ Սառեցնել գործիքակազմ չկա, հարգելի Էլիս։ Սառեցնել դա նշանակում է դուրսը կանգնել, սառել է, թոքաբորբով հիվանդացել է։ Մի հատ պայմանագիրը բերեք, ցույց տվեք, այնտեղ կա զամարաժենիե կամ զամարոզիցիա отношения, այդպես բան չկա։
Ինչն է սառեցրել, գլուխն են սառեցրել։ Հապկից է դուրս եկել, ԵԱՏՄ-ից է դուրս եկել, ԱՊՀ-ից է դուրս եկել, 30-ից ավել միջպետական փոխստեկ պայմանագրերա դենոնսացիայի ենթարկել, 102-րդ ռազմաբազան տարածաշրջանից հանել, Պուտինին է ձերբակալել Հայաստանում։ Ինչ է արել։ Հա մի հատ Հռոմի կանոնադրություն են վավերացրել, ընդ որում այնքան ծամծմեցին, ասեցին բերեք խայտարակել անենք այդ կանոնադրությունը, Պուտինը գա տարածաշրջան չբռնենք էլ։ Մեկ էլ ասեցին, որ Զվարթնոցից մեկ էլ ագարակի անցակետերից են ռուսներին դուրս բերել։ Առաջ ես մտածում էի ամբողջ Սյունիքից դուրս են բերել, բայց հիմա լուրեր են պատտվում, որ չէ, դուրս չեն բերել, այնտեղ ոնց կային մնում են։ Ինչ են արել, որ ասում եք նորից էլի բան են անում, վերագործարկում են։ Ինչն են վերագործարկում։ Պետք է էլի գնան ասեն կներեք, այն որ ասում եք սառեցրել են, մենք տգետ ենք եղել, հասկացանք, որ բան չի։ Այն ինչքան որ չենք վճարել, դրա հետ կվճարենք, տոկոսներն հետը կտանք։ Ինչ պետք է ասեն։ Ես չգիտեմ։ Դրա համար էլ քաղաքական ուժ ենք կայացնում, որ իմանանք ինչ ենք անում մենք, եւ խնդրում եմ, որ հայ ժողովուրդը համախմբվի նոր ձևավորված ուժի կողքը։ Մենք ձեր կարիքը ունենք եւ մենք պետք է միասին փոխենք ներքաղաքական իրավիճակը։ Եվ փոխենք ընտրությունները բանացում։ Առայժմ այո, հետո կերևա։